Աշոտքի տարածաշրջանում անցած գիշեր տեղացած առատ-ձյունն ու ծնապուկը ավելացրել է վերջին 5 օրերի ընթացքում այստեղ կուտակված ձյան հաստությունը։ Ինչպես տեսնում եք, այս պահին ձյան բարձրությունն այստեղ մարդու հասակից էլ ավելին է եւ մոտավոր հաշվարկներով կազմում է մոտ 3 մետր։ Մոտ 3 մետրի հասնող ձյան շեշտը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրին էր։ Ուժեղ քամիները տեղացած առատ-ձյունը քշել բերել էին ճանապարհի այս հատված։ Ցողամարկ գյուղի ոլորաններին ձյուն մաքրող տեխնիկան անդադար աշխատում է, որ Աշոտք մինչև Վրաստանի սահման ճանապարհը չփակվի։ Աշխատանքները կատարվել է ողջ գիշեր, բայց այդ ընթացքում նույնիսկ 1 րոպե տևողությամբ ճանապարհը փակ չի եղել։ Տեսնում եք ձյան շեշտի հաստությունը եւ այս ձնամաքրիչ մեխանիզմների միջոցով կարողանում ենք ինչքսած տակից դուրս գալ։ Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջանի բարձրադիր գոտիներում սաստիկ բուքը շարունակվել է ամբողջ գիշեր։ Դժվար անցանելի իրավիճակներ ստեղծել տրանսպորտային միջոցների համար։ Երկու տարածաշրջանների ավտոճանապարհները սպասարկող Ճանշին ընկերությունը մոտ 15 միավոր տեխնիկա է կենտրոնացրել վտանգավոր հատվածում։ Բուք տիպի Բաղդասարպուր-Բավրա։ Այդքան տեղը։ Գեշտայի մաքրեք ու կայինք բարերը պրոբկային ստեղծենք, գնացինք, հանեցինք, մաքրենք։ 10 օրը պատկերացրել եք նույն կդրվածքով աշխատում ենք։ Ուզում քամին չի դատարում, վերևիցությունը չի դատարում, մենք այս տիպած պետք է կատարենք մեր հասանելի աշխատանքը։ Ճանշին ընկերության բրիգադները հերթափոխով են աշխատում, գիշերային ծանրաբեռնվածությունն օրվա ընթացքում մի փոքր թեթևացել էր։ Ձյուն մաքրող տեխնիկաները ճանապարհները բացելու հետ մեկտեղ կողմնակներն են մաքրում, երթևեկելի հատվածները լայնացնում։ Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջաններում փակ ճանապարհներ չկան, բայց մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների տեղաշարժը բավական դժվար ու վտանգավոր է։ Վարորդները գիշերը նախընտրում են ճանապարհը չշարունակել։ Անսարքության հետևանքով կանգնել են եւ դրանք ավելի մեծ խոչընդոտներ են առաջացնում մեր աշխատանքները կատարելու համար։ Արգելափակված մեքենաների մասին ահազանգերը փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն են գալիս։ Թաղված մեքենաները դուրս են բերվել ոչ թե միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներից, այլ միջհամայնքայինից։ 3 արգելափակումներ նորից ունեցել ենք, հիմնականում Կտաշենի հատվածում եւ Հայկավան ոսկեհասկ ճանապարհի։ Բակի պատճառով երբ ճանապարհներին մեքենաներ են մնում, արգելափակվում են, չեն կարող անցնում շարունակել ճանապարհը, այդ ահազանգերով մեր անձնակազմը համապատասխան տրանսպորտային միջոցներով մոդենում է, քաշակման միջոցով դուրս ենք բերում։ Հունվարի այս 20 օրերի ընթացքում մարզային փրկարարական վարչության աշխատողներն արգելափակումից 60 տրանսպորտային միջոց են դուրս բերել։ Այն խիստ բեկի օրերին մեքենաները շատ են եղել, ունենք դեպքեր, երբ մեքենաները թողել են տեղում, քաղաքացիները ցանկություն են հայտնել մեր մեքենայով տեղափոխվել կամ բնակավայր, կամ տեղափոխել ենք մեր հրշեջ փրկարարական ջոկատներ, նույնիսկ մարզային փրկարարական վարչություն։ Մարզի բոլոր ուղղություններում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Միայն թե գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով մերկասառույցը վտանգավոր է դարձնում երթևեկությունը։ Իսկ զգուշացումները վարորդներին կարգին ձմեռային անվատողերով ճանապարհ գնալու մասին այս օրերին ամենաշատն է հնչում։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։